44 րոպեին իհարկե ինչքան ցավոտ լինի Արաուխոն պատկատով ջարդում է Կուկուրելիային, երբ որ իրանք մնացել էին դվավ չիտերի, Կուբարսին ու Արաուխոն մնացել էին 2 հոգով 4 խաղացողի դեմ Չելսիի։ Եկեք սկսենք ոչ ինչից եկավ այդ դրվագը, որ Չելսին դուրս եկավ 4-2։ Կունդեն ու Յամալը գնդակի մեջ խճճվում են, Կուկուրելիան դե ինչ որ մեկը գնդակը խլում է, տալիս է Կուկուրելիային, Կուկուրելիան գնդակը գցում է, Արաուխոն շատ գրուբ է պատկատ է անում։ Եթե չմտածեք, որ ես ответственность Արաուխոյից վերցնում եմ, փաստացի է, էշություն արը, ես ամբողջությամբ համաձայն եմ, բայց փաստում է փաստ, որ ամբողջ խաղի մեղավորությունը իր վրա չի, իմ կարծիքը տենց է, որտեվ եթե թիմը չի կարող նորմալ պաս տա, երբ որ Ֆերմինն ու Յամալը չեն կարող վազեն առաջ, պրոստը սովորական առաջ վազք չկա, Տորեսը գնդակը 15 րոպե է ընդունում, կասեցնում, ասենք Տորեսը պրոստը եւ մի 3 անգամ տեսա, որ գնդակը գայս է իր մոտ, հարցակվությունը 3v3, դու քեզ պաս են տալի, ինքը 5 վայրկյան մենակ գնդակն է ընդունում։ Ու դրա համար գալի իր մոտ գնդակը խլում է։ Արաուխոն absolutно սխալ է արել, դե ես համաձայն եմ ամբողջությամբ, բայց եկեք իմ հետ համաձայնվեք, որ դրա համար պետք չի թմից հանել մարդու։ Հասկանում եմ արդեն մի քանի տարի ինքն էլ իր սխալները արել է ու կարևոր ստադիաներում, բայց եկեք հիշենք, որ էսի գրուպավոր էտապն է ու պետքա թքած ունենալ այս խաղի վրա։ Անցած տարի PSG-ն ում կարացավ կրվեց այս գրուպավոր էտապում 18-րդ տեղով թե 19-րդ տեղով հելա ու սաղին հետո բր պատապի մարեց էլի հասկանում եք։